Թբիլիսիում զանգվածային բողոքի երթեր են անցել, քաղաքացիները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշներ և շարժվել դեպի խորհրդարանի շենք, որի դիմաց անցած տարվանից հակակառավարական ցույցեր են։ Երթին մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև ցույցերի ընթացքում բանտարկված քաղաքացիների հարազատներ։ Մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականի վերջ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով բանակցությունները օրակարգից հանելու մասին, ինչին հետևել էին ցույցերը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը զեկույց է ընդունել, որի համաձայն Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է։ Ըստ փաստաթղթի Հանրապետությունում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղաքասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ընդդիմության առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը վիզային նոր մեխանիզմ կներդնի Վրաստանի իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրի Երմակը, որը նոյեմբերի 28-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ։ «Չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար և հեռանում եմ առաջնագից, պատրաստ եմ դիմակայել ցանկացած ճնշման։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ», նշել է նա New York Post-ի հետ զրույցում։ Երմակի խոսքով իրեն անարգել են, իսկ ճշմարտությունն իմացողները չեն աջակցել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է Էներգոատոմ ընկերության հետ։ Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների լվացումներ են եղել։ Նշվում է, որ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը և հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը։ Արծարծվում էր նաև Անդրի Երմակի անունը։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Դմիտրի Պեսկովի խոսքով հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա առաջին կեսին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի հիմնական պարամետրերը, որոնք քննարկվել են Ժնևում, Կիևի, Վաշինգտոնի և եվրոպական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, փոխանցվել են Մոսկվային։ Դմիտրի Պեսկովի խոսքով բոլորն էլ նախընտրում են խաղաղ կարգավորում տեսնել։ Նա հավելել է, որ խաղաղության ծրագրի բոլոր դրույթները, այդ թվում տարածքների հարցը մանրամասն քննարկվելու են, սակայն Մոսկվան չի ցանկանում այդ մասին հրապարակավ խոսել։ Վոլոդիմիր Զելենսկին ևս հայտնել է, որ հաջորդ շաբաթ ինքը և իր թիմը հանդիպումներ կանցկացնեն արևմտյան դաշնակիցների հետ։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, այժմ իրավունք չունեն կորցնելու միասնությունը և տրվելու Մոսկվայի սադրանքներին։ Ռուսաստանը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Կիևում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, հրդեհներ են բռնկվել։ Հայտնի է առնվազն 2 զոհի մասին, շուրջ 30 մարդ վիրավորվել է։ Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովին և Դնեպրին։ Թիրախում են եղել էներգետիկ ենթակառուցվածքները, երկրում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ուկրաինական կողմն էլ հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանի, հրդեհ է բռնկվել։ Գործարանի աշխատակիցները տարհանվել են։ Ռուսաստանի ՊՆ տվյալով գիշերը հարվածներ են հասցվել Դաշնության 10 մարզի, ավերածություններ կան Տագանրոգում, ոչնչացվել է 100-ից ավելի ուկրաինական ԱԹՍ։ Դիանա Գասպարյան, լուրեր։